Ուկրաինայի նախագահը պատրաստ է հանրաքվեի դնել Ռուսաստանի դեմ հակամարտության ավարտի 20 կետից բաղկացած ծրագիրը, եթե Մոսկվան համաձայնի հրադադարի առնվազն 60 օրով։ Էքսիոսի հետ հարցազրույցում Վոլոդիմիր Զելենսկին նշել է, որ բանակցություններում լուրջ առաջընթաց է գրանցվել։ Այնուամենայնիվ ծրագրով նախատեսվում է, որ Ուկրաինան արևելքում մեծ տարածքային զիջումների պետք է գնա։ Զելենսկին հույս ունի ավելի լավ պայմանների հասնել տարածքների հարցում, սակայն եթե առաջընթաց չգրանցվի, ապա ըստ նրա հարկավոր է ուկրաինացիների հավանությունը խաղաղության պլանին։ Զելենսկու խոսքով անվտանգության երաշխիքներին առնչվող փաստաթղթերը պատրաստ են, մնացել են միայն որոշ տեխնիկական հարցեր, դրանցից մեկը համաձայնագրի տևողությունն է։ ԱՄՆ-ն առաջարկել է համաձայնագիր կնքել 15 տարով, սակայն ըստ Զելենսկու դա կարճ ժամանակահատված է։ Դեկտեմբերի 28-ին ԱՄՆ-ում նախատեսվում է Վոլոդիմիր Զելենսկու եւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը։ Ուկրաինայի նախագահի խոսքով հանդիպման նպատակն է օգտագործել բանակցողների գրանցած առաջընթացը եւ հնարավորինս շուտ հասնել պատերազմի ավարտի։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ ռուս-ուկրաինական ճգնաժամի լուծումը կախված է իր դիրքորոշումից։ Պոլիտիկոյի հետ հարցազրույցում խոսելով Ուկրաինայի նախագահի հետ առաջիկա հանդիպման մասին Թրամփը նշել է. «Նա ոչինչ չի ունենա, եթե ես դա չհաստատեմ։ Կտեսնենք, թե նա ինչ ունի»։ Միևնույն ժամանակ Թրամփն ակնկալում է, որ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումը լավ կընթանա։ ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ նախատեսում է զրուցել իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ։ Ըստ Պոլիտիկոյի, բացի անվտանգության երաշխիքներից, Թրամփ-Զելենսկի հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Զապորոժիեի ատոմակայանի կառավարումը եւ Դոնբասի նկատմամբ վերահսկողությունը։ New York Post-ի հետ զրույցում Թրամփը լավատեսություն է հայտնել Զելենսկու հետ իր առաջիկա հանդիպման արդյունքում խաղաղության համաձայնագրի կնքման առնչությամբ։ «Կարծում եմ, մենք լավ հնարավորություն ունենք», ասել է նա։ Թրամփի կարծիքով ինչպես Ուկրաինան, այնպես էլ Ռուսաստանը ցանկանում են համաձայնության հասնել։ ԱՄՆ նախագահը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ 8 հակամարտություն է լուծել, սակայն այս մեկն ամենաբարդն է։ Բանակցություններին զուգահեռ շարունակվում են ռազմական գործողությունները։ Գիշերը Ռուսաստանը անօդաչու թռչող սարքերով եւ հրթիռներով զանգվածային հարվածներ է հասցրել Կիևին եւ Կիևի մարզին։ 8 մարդ վիրավորվել է։ Մի քանի բարձրահարկ շենքում հրդեհ է բռնկվել։ Մարդիկ պատսպարվել են մետրոյի կայարաններում։ Ուկրաինայի գնդակոծության ընթացքում Լեհաստանը կործանիչներ է օդ բարձրացրել, ինչի պատճառով երկրի արևելքում 2 օդանավակայան ժամանակավորապես դադարեցրել է աշխատանքը։ Թայլանդը եւ Կամբոջան մի քանի օր տևած բանակցություններից հետո հրադադարի համաձայնության են եկել, որը ստորագրել են երկու երկրների պաշտպանության նախարարները։ Հրադադարը վերաբերում է բոլոր տեսակի զենքերի կիրառմանը եւ բացառում է ինչպես քաղաքացիական օբյեկտներին ու ենթակառուցվածքներին, այնպես էլ կողմերի ռազմական թիրախներին հարվածները։ Համատեղ հայտարարության մեջ կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը հրադադարի լիարժեք պահպանմանը եւ երկու երկրների սահմանին կայունության, անվտանգության եւ խաղաղության հաստատմանը։ Կամբոջայի եւ Թայլանդի սահմանին բախումները վերսկսվել էին դեկտեմբերի 7-ին։ Հոկտեմբերին Մալազիայում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարի խախտման համար կողմերը մեղադրել են միմյանց։ 20 օրվա բախումների ընթացքում ավելի քան 40 մարդ է զոհվել, գրեթե 1 միլիոն մարդ տարհանվել է։ Երկրների միջև տարածքային վեճը շարունակվում է ավելի քան 1 դար։ Տոկիոյում մի խումբ ցուցարարներ ակցիա են անցկացրել վարչապետի նստավայրի առջև, դժգոհություն հայտնելով Ճապոնիայի Նիիգատայի պրեֆեկտուրայում գտնվող աշխարհի ամենամեծ ատոմակայանը վերագործարկելու կառավարության որոշման դեմ։ Ցուցարարները նշել են, որ կայանները հնացած են, վերահսկողությունն անբավարար է եւ անտեսվում են պատմության ընթացքում տեղի ունեցած աղետները։ Ֆուկուշիմայի աղետից գրեթե 15 տարի անց Նիիգատայի պրեֆեկտուրան դեկտեմբերի 22-ին հաստատել էր Կաշիվազակի Կարիվա ատոմակայանի վերագործարկումը։ Կաշիվազակի Կարիվան մեկն էր այն 54 ռեակտորներից, որոնք փակվել էին Ֆուկուշիմայի աղետից հետո։ 2011 թվականի մարտին Ֆուկուշիմայի ատոմակայանում 9 մագնիտուդով երկրաշարժը եւ դրան հաջորդած ցունամին հանգեցրել էին միջուկային պայթյունների եւ ճառագայթման, ինչի հետևանքով տեղի էր ունեցել ամենաբարձր 7-րդ մակարդակի միջուկային վթար։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։